Երբևէ դադարել եք դիտարկել հետաքրքրասեր մանրամասները մարդկանց պահվածքում, նրանք, ովքեր իրենց գրպաններում քիչ են, սովորաբար շատ բարձր են խոսում, նրանք քննարկում են քաղաքականությունը, բողոքում են հարևանից, վերլուծում են դոլարի գինը, մինչև ժամանակը դառնա առարկա, թվում է, թե նրանք ավելի քիչ ռեսուրսներ ունեն, այնքան ավելի շատ աղմուկ են անում, արդեն նրանք, ովքեր իսկապես կառուցել են բախտը, որոնք սովորել են կառավարել գումար և հնարավորություններ, դժվար թե լսեն իրենց բուռն։ Նրանք չեն մասնակցում բար աղյուսակներում բուռն քննարկումներին, նրանք անընդհատ չեն բողոքում, թեկուզև պարծենան, այնուամենայնիվ, այս լռության մեջ է, որ հզոր գաղտնի ստում է։ Ես մեծացել եմ հրե ընտանիքում, որտեղ մենք երբեք հարուստ չենք եղել, բայց մենք նույնպես կարիքներ չենք ունեցել, մեր միջև ասվում է, միայն երկար տարիներ անց հասկացա այս իմաստության ծանրությունը, նրանք, ովքեր քիչ հաճախ բառեր են ծախսում այնքանով, որքան գումար են ծախսում, եթե նրանք ունենային, նրանք, ովքեր բարգավաճում են, մյուս կողմից, գիտեն, թե ինչպես գնահատել ինչպես բառերը, այնպես էլ կապիտալը։ Հիշում եմ, երբ որպես երեխա, ես շուկայում ուղեկցում էի հայրս, նա վաճառեց գործվածքներ, երբ վաճառականների շուրջը բղավում էին, հաչում, վիճում էր, հայրս, ի տարբերություն, մնաց հանգիստ, գրեթե լռեց։ Երբեմն ես պարզապես քթեցի կամ կարճ հարց ուղղեցի, և զարմանալի էր։ Հաճախորդներն ավարտվեցին առաջարկելով հենց այն գինը, որը նա ցանկանում էր, մի անգամ հարցրեցի նրան, թե ինչու է այդքան քիչ բան խոսում, բայց նա ավելի թանկ էր վաճառում, քան մյուսները, ձեր պատասխանը պարզ էր, բայց խորը։ Այն ժամանակ ես չեմ գրավել դրա ողջեությունը, բայց ժամանակի ընթացքում ես նկատեցի մի օրինակ։ Ով է շատ քիչ բաներ, ով շատ բան ունի լսում, զարմանալի չէ, որ ոմանք իրենց մատների կողմից փող են տեսնում, իսկ մյուսները բազմապատկվում են որպես բերրի հողի սերմեր։ Արտացոլեք, դուք, անշուշտ, հանդիպել եք մեկին, ով բողոքում է, փողի պակաս, դժվարություններ, ինչպես ամեն ինչ սխալ է ընթանում, այս մարդը ամեն օր կրկնում է դա, համոզելով իրեն և մյուսներին, որ իր կյանքը նման է, և ինչ է պատահում։ Ձեր իրականությունն ավարտվում է ձեր խոսքերը ձևավորելու համար, մեկ այլ անհատ գործողություն է իրականացվում։ Լռություն է պահում, մտածում է խոսելուց առաջ, և, հատկապես, գործում է պարզապես խոսելու փոխարեն, մի կիսեք ձեր ծրագրերը որևէ մեկի հետ։ Դա պարզապես աշխատում է դրանց վրա, մինչև մի օր դուք նկատում եք։ Նա բացեց հաստատություն, մյուսը և այլն, հարցը, որը ծագում է, ինչպես ստացաք այս ամենը, պատասխանը շատ պարզ է, այն ավելի քիչ խոսեց և ավելին արեց։ Այստեղ մենք գալիս ենք կենտրոնական հարց։ Ինչու են լռությունը, լսելու ունակությունը և հայեցողությունը այդքան կարևոր նրանց համար, ովքեր ցանկանում են ծաղկել։ Ես ձեզ հետ կկիսվեմ հրեական ֆինանսական իմաստության 10 սկզբունք, փոխանցվում է ոչ թե գործարար գրքերում, այլ սերնդեսերներից մինչև սերունդ, հայրից որդի, եւ գիտեք, թե որն է առավել զարմանալի, այս կանոնները մեծ նախնական կապիտալ չեն պահանջում, նրանք կախված չեն այն երկրից, որտեղ դուք ապրում եք, ձեր կատարած մասնագիտությունը կամ բախտը։ Դրանք մտածելակերպի սկզբունքներ են, չնայած պարզ, միշտ աշխատում են։ Այսօր դուք կիմանաք, թե ինչն օգնեց մեզ գոյատևել, բարգավաճել և վերակառուցել կյանքը զրոյից, նույնիսկ երբ մենք ոչինչ չունեինք, և հավատացեք ինձ, եթե դուք ներծծում եք այս ուսմունքներից առնվազն մեկը և կիրառեք այն, ձեր հարաբերությունները փողի հետ երբեք նույնը չեն լինի։ Բայց զգուշացեք։ Վերջին սկզբունքը կարող է անսպասելի լինել, նույնիսկ շատերի համար պարադոքսալ, ոմանք միայն հավատում են փորձերից հետո, այնուամենայնիվ նա հենց նա է, ով առանձնացնում է նրանց, ովքեր բարգավաճում են նրանցից, ովքեր պարզապես բողոքում են բախտից։ Այնպես որ, հիմա մի անջատեք, առավել արժեքավորը դեռ չի սպասվում։ Թույլ տվեք հարց տալ։ Դուք նախընտրում եք շարունակել նրանց մեջ, ովքեր շատ են խոսում և քիչ բան ունենաք, թե ինչու է լռությունը դա մղում, ընտրությունը քոնն է։ Եթե եկել է այստեղ, դա այն է, որ իրոք ցանկանում է հասկանալ, թե ինչու են նրանք, ովքեր քիչ են խոսում այդքան շատ, և նրանք, ովքեր շատ են նախընտրում լռություն, ես կբացահայտեմ հիմա 10 հրեական ֆինանսական ավանդույթի կշիռները չեն հանդիսանում տնտեսագիտության կանոններ, բայց մտածելու ձև, որ մենք կլանում ենք մանկուց։ Առաջին գաղտնիքը։ Փողը վայելում է հայեցողությունը, նրանք, ովքեր քիչ հաճախ են հայտարարում իրենց շահած բոլորի մասին, այն, ինչ նրանք ցանկանում են գնել կամ որտեղ են նրանք ներդնելու, որքան բարձր է այն խոսում, այնքան ավելի արագ է ձեր ծրագրերը փլուզվում։ Ով է բախտը տարբերում, պահպանում է լռությունը, հասկանում է, որ երբ փողը վտանգված է, աղմուկը զարմացնում է հնարավորությունները, հայրս միշտ ասում էր։ Մի ցուցադրիր քո դրամապանակը, ուստի դա խուսափում է նախանձից, գործնական դիմում։ Երբեք մի խթանեք ձեր վաստակը կամ որևէ մեկի հետ կիսեք ձեր ծրագրերը, նախ արեք դա, ապա արդյունքները կխոսեն ձեզ համար։ Երկրորդ գաղտնիքը։
Նախ աշխատեք ինքներդ ձեզ, նրանք, ովքեր քիչ հաճախ են ապրում, ամեն ինչ ծախսում են անհապաղ հաճույքների վրա գումար ստանալիս, նրանք, ովքեր պահուստ են բարգավաճում առնվազն 10% առաջ ցանկացած այլ ծախսից, մենք այն անվանում ենք վճարեք ինքներդ։ Դուք աշխատում եք ոչ թե լրացնել սուպերմարկետների զամբյուղը, այլ կառուցել ձեր ապագան։ Ես հանդիպեցի մի կոշկեղենի, որը ամեն օր մի քանի մետաղադրամներ պահում էր առանձին տուփի մեջ, տարիներ անց նա ուներ իր սեմինարը, իսկ մյուս գործընկերները դեռ դժգոհում էին նրա կյանքի մասին։ Երրորդ գաղտնիքը. գիտելիքը լավագույն ներդրումն է, կան նրանք, ովքեր ավելի շատ են ծախսում, քան վաստակում են թանկարժեք էլեկտրոնային սարքեր, իսկ մյուսները դիմում են գրքերի, դասընթացների և հմտությունների, գուշակիր, թե ով է մեկ տասնամյա անց, դառնում է բարգավաճ բիզնեսի տերը։ Ես երբեք չեմ ափսոսում ներդրումներ կատարելու մեջ, ես նախընտրում եմ մի պարզ կոստյում և լավ պատրաստված միտք, ունակ է անընդհատ հարստություն առաջացնել։ Գաղտնի սենյակ. կատարեք ձեր դրամական աշխատանքը, նրանք, ովքեր քիչ են վաստակել միայն ակտիվ աշխատելիս, նրանք, ովքեր բախտ են բերել, ստեղծում են եկամտի աղբյուրներ, որոնք աշխատում են նույնիսկ քնելիս, այն կարող է լինել ներդրումների, անշարժ գույքի վարձակալության կամ փոքր բիզնեսի միջոցով, որն առաջացնում է պասիվ եկամուտ, սկզբունքը պարզ է, միևնույն ժամանակ աշխատեք անհապաղ աջակցության համար, կառուցեք եկամտի ալիքներ, որոնք անընդհատ հոսում են։ Հինգերորդ գաղտնիքը. մի տեղադրեք բոլոր ձվերը նույն զամբյուղի մեջ, տատիկս ասում էր։ Եթե ունեք 3 մետաղադրամ, պահեք մեկը, ներդրեք մեկ այլ և մի կողմ թողեք արտակարգ իրավիճակների համար, ով սովորաբար միանգամից վտանգում է ամեն ինչ, նրանք, ովքեր բախտ են ունենում, տարածում են իրենց ռեսուրսները, հետևաբար, ճգնաժամի ժամանակ, ոմանք կորցնում են ամեն ինչ, իսկ մյուսները կորցնում են միայն մի մասը և արագ վերականգնում։ Վեցերորդ գաղտնիքը. սովորեք լսել, այն հնչում է պարզ, բայց դա արժեքավոր է, ով քիչ է խոսում, ապացուցելու, որ ճիշտ է, նրանք, ովքեր բախտ են ունենում, լսում են տեղեկատվություն հավաքելու, շուկայում, բանակցություններում, նույնիսկ ընտանեկան խոսակցություններում։ Լսելով, դուք հայտնաբերում եք տվյալներ, որոնք օգնում են ավելի ճիշտ որոշումներ կայացնել, զարմանալի չէ, որ բարգավաճ մարդիկ ավելի քիչ են խոսում։ Խնայեք բառեր, գիտելիքները կուտակելու համար։ Յոթերորդ գաղտնիքը. ներդրումներ կատարեք ծախսերի փոխարեն, տարբերությունն այն չէ, թե որքան եք վաստակում, բայց ինչպես եք օգտագործում գումար, ով քիչ բան է գնում սպորտի կարգավիճակի համար, նրանք, ովքեր բախտ ունենան, ձեռք են բերում ակտիվներ, որոնք իրենց կողմից առաջացնում են այս կարգավիճակը։ Ես հանդիպեցի մի երիտասարդի, ով թանկարժեք մեքենա է գնել և 1 տարվա ընթացքում մնացել էր աշխատանքից և առանց տրանսպորտային միջոցների, մեկ այլ միաժամանակ ներդրվել է փոքր սննդի բանկում։ 10 տարի անց մեկը պարտքի մեջ էր։ Մյուսը շուկաների ցանցի սեփականատերը։ 8-րդ գաղտնիքը. համբերությունը արժեքավոր մետաղադրամ է, ով է հիմա ամեն ինչ ուզում է ամեն ինչ։ Փող, ապրանքներ, հաճույք, նրանք, ովքեր բարգավաճում են, թե ինչպես սպասել, հասկանում է, որ մեծ արդյունքը ժամանակ է պահանջում։ Ես հիշում եմ մի հարազատ, ով փրկեց հող գնել, մինչ բոլորը ծիծաղում էին։ Ինչի համար է դա, տարիներ անց նա, ով ծիծաղեց, դեռ վարձակալում էր տուն, մինչ նա ընտրում էր իր երկարատև տեսլականի պտուղները։ Բայց ինչու գումար խնայել այդքան տարիների ընթացքում, նրանք հետաքրքրվեցին հեգնանքով, 20 տարի անց այդ նույն հողը 10 անգամ ավելին էր, մինչդեռ նրանք, ովքեր ծիծաղում էին դեռ վարձով, ժամանակը բացահայտեց սպասման իմաստությունը։ 9-րդ գաղտնիքը. ով է բաժանում, բազմապատկվում, թվում են, թե հակասական են, բայց դա ապացուցված ճշմարտություն է։ Հրեական ավանդույթում կա սովորություն 10-րդ մասը հատկացնելու համար։ Շահում է օգնելու ուրիշներին և ազնիվ պատճառներին, երբ մաս եք նվիրում, բաց դռներ շատ ավելին ստանան, խեղճը կուտակում է ագահությամբ և կորցրած։ Հարուստ մարդը կիսում և հնձում է կրկնակի, քանի որ մեծահոգությունը վերադառնում է որպես բերրի հողի վրա տնկված սերմ։ 10-րդ գաղտնիքը. բառերը ստեղծում են իրականություն, սա ամենախորը գաղտնիքն է, մենք արդեն ասել ենք, որ աղքատները խոսում են, հարուստները փակվում են, բայց կա ավելի նուրբ մանրամասներ։ Նույնիսկ երբ մեծապես ընտրում է յուրաքանչյուր բառ, բառերը սերմ են, եթե ամեն օր կրկնում եք. ես փող չունեմ, ես աղքատ եմ, կյանքը դժվար է, այդպես կլինի, բայց եթե ասում եք. ես սովորում եմ, մեծանում եմ, հնարավորություններ եմ փնտրում, սկսում են հայտնվել այս հնարավորությունները, պապս ասում էր. Ոնց անկանում եք հարստանալ, դադարեք խոսել աղքատների պես։ Ահա 10 գաղտնիքները, պարզ, բայց հզոր, և գուցե նկատել եք։ Նրանք ոչ միայն փող են առնչվում, այլ մտածելու ձև, աղքատությունը ոչ միայն դատարկ գրպան չէ։
Դա խոսելու սովորությունը, առանց արտացոլելու, առանց պլանավորման և բողոքելու առանց բողոքելու, հարստությունը ոչ միայն լիարժեք բանկային հաշիվ է, դա այն լռությունն է, որը դուք դիտում եք, ձեր ակնկալած համբերությունը և ձեր ներդրած կարգապահությունը։ Հիմա ես ուզում եմ, որ դուք արտացոլեք։ Այս գաղտնիքներից որն է արդեն ձեր կյանքի մի մասը, և որ մեկը պետք է վաղը գործնականում սկսել։ Ընկերներ, մենք միասին գնում ենք միասին։ Ես ձեզ ասացի հրեական ֆինանսական իմաստության 10 գաղտնիքները սկզբունքներ, որոնք կարծես պարզ են, բայց ունեն ուղղությունները վերափոխելու ուժ, բայց եկեք դուրս գանք։ Ինչ են ընդհանուր այս ուսմունքները, կարևոր չէ խոսենք փողի, սովորությունների կամ մտածելակերպի մասին։ Ամեն ինչ գալիս է ճշմարտության մեջ։ Հարստությունը սկսվում է մտքում, ոչ թե գրպանում։ Ես տեսա հարյուրավոր մարդկանց, ոմանք շատ են վաստակել, բայց նրանք մնացին աղքատ, քանի որ նրանք անցկացնում էին առանց հայեցողությամբ, խոսեցին առանց ստման և ապրում էին միայն այսօր, մյուսները սկսեցին զրոյից, բայց քայլ առ քայլ բարձրացան, քանի որ նրանք գիտեին, թե ինչպես փակել, լսել, փրկել, ներդնել և սպասել, և գիտեք, թե ինչն է նրանց առանձնացնել, հաշվի մնացորդը չէր, ոչ էլ կապերը, բայց թե ինչպես են նրանք մտածում և խոսում։ Վերջնական եզրակացություններ։ 1. Աղքատությունը սիրում է աղմուկ, նրանք, ովքեր սովորաբար ոչինչ չունեն, լավ են խոսում, քննարկում են, թե ինչը չի կարող փոփոխել և արդարացնել արդարացումները արդարացումներով, անվավեր բղավոց։ 2. Հարստությունը սիրում է լռությունը, ճշմարիտ փողը հայտարարված չէ, ով գիտի, թե ինչպես լսել, դիտել և գործել ստվերում միշտ առաջ է մեկ քայլ առաջ։ 3. Ֆինանսական իմաստությունը կարգապահությունն է, դա հետաձգում է այսօրվա հաճույքը վաղվա նպաստի համար, այն մտածում է ակտիվների մասին, այլ ոչ թե ծախսերի մասին։ Գիտելիքի մեջ, ոչ ավելորդ։ 4. Մեծահոգությունը առատություն է առաջացնում, նրանք, ովքեր յուրաքանչյուր մետաղադրամով սեղմում են վախի հետ, վերջում են դատարկ ձեռքերը, ով է բաժանում բարեգործությամբ, ներդրումներով կամ անկեղծ օգնությունից նոր բարգավաճման ուղիներ են բացում։ 5. Ձեր խոսքերը և մտքերը ձևավորում են ձեր ճակատագիրը, եթե կրկնում եք, որ ինձ չի աշխատում, կհաստատի կյանքը, բայց դա շարունակվում է և գործում է այնպես, ինչպես արդեն բարգավաճում է, նույնիսկ մինչ օրս միլիոնավոր է գալիս։ Հիմա փակեք ձեր աչքերը և պատկերացրեք։ Ինչպիսին կլինի ձեր կյանքը 5, 10 կամ 20 տարի, կլինեք նա, ով նստում է բողոքելու կառավարությունից, հարևաններից, ճգնաժամից, թե արդյոք այն մարդն է, ով լուռ, իր և իր երեխաների համար ժառանգություն է կառուցում։ Իմ ընտանիքում նրանք ասացին. լավագույնը, որ հայրը կարող է թողնել իր որդուն, փող չէ, այլ նրան շահելու և նրան փրկելու ունակությունը։ Ես դիմում եմ ձեզ, իմ սիրելի հեռուստադիտող։ Մի դիմացեք այս խոսքերի համար որպես գեղեցիկ պատմություն, վերցրեք այս գաղտնիքներից միայն մեկը և կիրառեք այն հիմա, սկսեք պահպանել ձեր վաստակած 10%, դադարեցրեք ձեր ծրագրերի մասին, լսեք ավելին, քան խոսում եք, գիրքի համար փոխեք բեգոգենգը։ Մի փոքր քայլ այսօր, և մի քանի տարի հետո դուք չեք ճանաչի ձեր սեփական կյանքը։ Եթե այս իմաստությունը ռեզոնանսեց ձեզ վրա, դուք զգացիք, որ շոշափում է ձեր սիրտը, բաժանորդագրվեք ալիքին, ինչու քանի որ սա վերջին տեսանյութը չէր, ես դեռ կկիսվեմ պատմություններ, առակներ և կանոններ, որոնք դարեր շարունակ օգնում են հրեա ժողովրդին աղքատությունից դուրս գալ, պահպանել և բազմապատկել հարստությունը նույնիսկ ամենավատը։ Ճգնաժամեր, յուրաքանչյուր նոր բովանդակություն միայն տեսություն չէ։ Դա գործիք է, առանցք, որը բացում է ապագայի դուռը, որտեղ դուք չեք վատնում կյանքը ողբերի հետ, բայց հիմքեր է կառուցում ձեր և ձեր ընտանիքի համար։ Բաժանորդագրվեք հիմա, ակտիվացրեք զանգը և մի կորցրեք ցանկացած գաղտնիք, որը կարող է փոխել ձեր նպատակակետը, և հիշեք։ Հարստությունը չի վերաբերում ձեր հաշվի մեջ եղածի մասին, խոսքը այն մասին է, թե ինչպես եք մտածում ամպլիտուդով, գործողություններ են անում խոհեմությամբ և փակվում, որտեղ ուրիշները խոսում են։ Մի վազեք արագ արդյունքներից հետո և ոչ էլ հրաշքներ ակնկալեք, սկսեք կիրառել պարզ կանոններ, և հրաշքը տեղի կունենա դանդաղ, լուռ, բայց անխուսափելիորեն։ Շնորհակալ եմ այստեղ գալու համար, սա արդեն նշան է, դուք համբերություն ունեիք լսել, և համբերությունն առաջին քայլն է հաջողության հասնելու համար։ Մինչև հաջորդ տեսահոլովակը, ընկերներս, թող ձեր տունը լինի ոչ միայն հացով և փողով, այլ միայն իմաստությամբ, խաղաղությունից և երջանկությունից, և երբեք մի մոռացեք։ Աղքատը խոսում է, հարուստը փակվեց, ընտրությունը քոնն է։